Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Մենք ըստ էության մեր խոսակցության ժամանակագրական հատվածը ավարտեցինք անցած անգամ, խոսեցինք երկու հաղորդում, խոսեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ից եւ ավարտեցինք այդ թեման։ Ընդհանրապես ի սկզբանե, երբ որ ես ծրագրավորում էի այս շարքը, ես ենթադրում էի, որ մենք խոսենք նաեւ հետագա իրադարձությունների մասին, գոնե որոշ չափով կշարունակենք ժամանակագրական խոսակցությունը, որովհետև բնական է, պարզ է, բոլորս հասկանում ենք, որ այն ինչը որ հետևում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինքը անմիջականորեն էլի մեր այդ մեծ թեմայի հետ, ռուս-թուրքական վանդակի հետ անմիջական առնչություն ունի, որովհետև հիշեցնեմ, որ այս շարքը մեր պայքարը սկսվել է ռուս-թուրքական վանդակից, որը այդ այսպես ասած պատմական մասն էր կամ ինչ որ վերաբերում էր անցյալի, սա վերաբերվում էր եւ վերաբերվում է այսինքն ներկային, բայց հիմա արդեն հասկանալի է, որ մենք այդ ծրագրով առաջ շարժվել չենք կարող, որտեղ էլի թեմաներ ունենք, որոնց մասին պետք է խոսենք, ավելի ամփոփիչ թեմաներ, ավելի ընդհանրացնող այսպես թեմաներ, ինչեւ որ տարվա վերջին ավարտենք ընդհանուր առմամբ, եւ 5 տարի է անցել 20 թվականից եւ եթե մենք փորձենք այդ 5 տարվա կամ գոնե այդ 5 տարվա մի մասի, ասենք չգիտեմ 2 տարվա կամ 3 տարվա իրադարձությունները շարունակենք խոսել մանրամասն հիմնավոր այնպես ինչպես մենք էս սովորենք այսպես ասած մեր զրույցներում, դա մեզ իհարկե ոչ մի ժամանակ չի երիքի եւ դա առանձին մի հատ բանի կվերածվի։ Դրա համար ելքը հետեւելն է։ Մի հատ զրույց կունենանք այս վերջին 5 տարիների մասին, բնականաբար ոչ թե մանրամասներով, այլ ուղղակի որպեսզի մենք կարողանանք տրամաբանությունը դեպքերի այսպես ասած ամփոփել կամ տրամաբանությունը վերհանել, որտեղ այդ 5 տարվա մեջ գիտեք շատ չհիշեցնեմ նույնիսկ ինչքան շատ բան է մեր գլխով անցել եւ հենց դա էլ ասենք ստիպում է մեզ, որ մենք շատ բաներ ուղղակի մոռանանք, ոչ թե դեպքերը նույնիսկ մոռանանք, այլ չհասնենք նույնիսկ մարսել հասկանալ թե ինչպես իրավիճակը զարգացավ եկավ հասավ այսօրվան, որպես մեր այս մեծ զրույցի կարևոր ամփոփիչ մասերից մեկը այդ հետգրությունը հիմա փորձենք անենք, հետո արդեն հաջորդ հաղորդումից կանցնենք առաջ։ Հիմա այսօր ինչքան կհասնենք, նույնիսկ եթե ինչ-որ բաներ այն ինչ-որ ես պլանավորել եմ չհասցնենք, ուրեմն չենք հասցնի, որովհետև պետք է իսկականից գնանք առաջ։ Բայց այս մի խոսակցությունն էլ իհարկե կարևոր եմ համարում, ընդհանրապես խուսափել այս թեմայից հնարավոր չէ, վերջի 5 տարում վերջի ինչ տեղ ունեցավ, որպես հետևանք այն ամեն ինչի մասին խոսել ենք եւ կարևորը նաև մեծ թեմայի տեսակետից, թե ինչպիսի դինամիկա ունեցավ այս զարգացում ունեցավ այս ռուս-թուրքական վանդակը այս տարիների ընթացքում։ Շատ պայմանական, իհարկե շատ պայմանական, ցանկացած նման բաժանում պայմանական է, բայց որքան էլ պայմանական է, կարծում եմ նաև օգտակար է այսպես դասակարգելու համար մեր ուղեղների մեջ, շատ պայմանական 3 փուլի պետք է մենք ինձ թվում է բաժանենք այս վերջին 5 տարիները, 5 տարի է, բայց այդ 5 տարին շատ խիտ են։ Եվ մոտավորապես 3 փուլ ես իմ համար պայմանական առանձնացնում եմ։ Առաջին փուլը հենց 21-22 թվականներն են, 2021-22-ը բնականաբար, որը ես կկոչեի այսպես մաքուր ռուսական փուլ կամ ռուսական գերակայության փուլ, էլի ռուս-թուրքական վանդակ, բայց ռուսական գերակայությամբ։ 22-ից մոտավորապես 24-25-ը, որը որոշ չափով անցումային փուլ կարող ենք համարել եւ 25-ը արդեն այն ինչ որ մենք հիմա ապրում ենք, հատկապես 25-ի օգոստոսից սկսած կամ չգիտեմ 25-ի ամառվանից սկսած արդեն մենք լրիվ նոր փուլ ենք իմ գնահատմամբ մտնում, որը նոր է սկսվում, նոր է բացահայտվում, շատ կարևոր առանձնահատկություններ ունի։ Ես կկոչեի այդ ռուս-թուրքական վանդակի արդեն թուրքական գերակայությամբ փուլ։ Հիմա նաև ես գիտեք, եթե ով որ հետևում է, գիտի, որ այս բոլոր թեմաներից ես խոսել եմ այլ ֆորմատներով, ոչ այս ուրեմն ֆորմատում, այլ ֆորմատներով շատ եմ խոսել, հիմա էլ խոսում եմ, ըստ հնարավորության մեկնաբանում եմ, նաև այդ մյուս շարքը կա քաղաքական օրագիրը, որտեղ ես հենց ակտուալ, հիմնականում ակտուալ այսօրվա իրադարձություններին եմ անդրադառնում, դրա համար համարենք նաև, որ այդ խոսակցությունը, այդ մեծ խոսակցությունը մենք ունեցել ենք եւ ունենում ենք, բայց այստեղ փորձենք մի հատ այսպես հիմնական մեխերը մեխենք։ Ուրեմն առաջի փուլը, ինչպես ասացի, 21-22 թվականները դա ռուսական փուլն է, եւ մենք պետք է վերհիշենք, շատ կարեւոր է վերհիշել, որ այդ փուլում հենց նաեւ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը եւ ներքուստ եւ արտաքուստ ինքը իրականում ամբողջությամբ տեղավորվում էր եւ տեղավորված էր ռուսական ստրատեգիական գծի մեջ, որը նաեւ բնական է, որովհետեւ նոյեմբերի 9-ի պայմանագրից այլ բան չէր կարող բխել,
դա ըստ էության, եթե պայմանական ամեն դեպքում այդ կապիտուլյացիա բառը օգտագործենք, ես գիտեք չեմ սիրում եւ բացատրել եմ թե ինչու, բայց եթե պայմանական օգտագործենք, դա նաեւ կապիտուլյացիա ոչ թե նաեւ այլ նախ եւ առաջ Հայաստանի կապիտուլյացիան է Ռուսաստանի առաջ, որտեղ դուք գիտեք, որ նոյեմբեր 9-ի փաստաթուղթը ոչ Բաքվում է գրվել, ոչ նույնիսկ Անկարայում, այլ Մոսկվայում է գրվել եւ հեղինակին ճանաչում եք, այնպես որ այդ թուղթը հավատարմության, այսպես ասած, ստորագրություններ ընդհանուր ռուս-թուրքական վանդակին, բայց նախ եւ առաջ Մոսկվային եւ այս էր ստրատեգիական գիծը Հայաստանի նաեւ քաղաքականությամբ լեովին ներգծված էր։ Ես հիմա մանրամասն չեմ հիմնավորելու սա, հասկանում եք, մենք հետգրություն է եւ որոշ բաներ կարող են, այսպես ասած, չհիմնավորված մնալ։ Մի երկու բան մենակ հիշեցնեմ, դրվագ, որը հիմա գուցե մոռացվել է, հիշում եք այն աստիճանի եւ ներգծված ռուսական քաղաքականության մեջ, որ նույնիսկ Հայաստանը հապկի կազմում, հիշում եք, Ղազախստան զորք ուղարկեց, չէ՞, երբ որ Ղազախստանում այդ դեպքերն էին, նշանակումներն էին նաև դրա մասին վկայում, հիշում եք, օրինակ պաշտպանության նախարար մեր Արշակ Կարապետյանն էր, ֆանտասմագորիկ կարելի ասել երևույթ էր, եւ ոչ թե մարդն էր այդ երևույթը, այլ նշանակում է իր այդ պաշտոնի ֆանտասմագորիկ էր, որովհետեւ դե Արշակ Կարապետյանը, ես էլի անձի մասին չեմ խոսում, լավ մարդ է, վատ մարդ է, լավ մասնագետ է, վատ մասնագետ է, դրա մասին չի խոսքը, բայց նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ 2016 թվականի պատերազմից հետո նա պաշտոնից հանվեց, այսինքն նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ դա համարվում էր չափից ավելի պրո-ռուսական, բայց մեր պաշտպանության նախարարն էր ուրեմն հետ պատերազմեն Հայաստանում 2 տարի, կարծեմ, սա էլ ուղղակի որպես ցուցիչ եմ ձեզ հիշեցնում, որտեղ հիմա այդ բաները մոռացվել են, կարծես մեզ այդ տեղի չեն ունեցել։ Իհարկե հայ-ադրբեջանական բանակցությունները հիշում եք, ռուսական հարթակներում էին տեղի ունենում, ռուսական միջնորդությամբ էր տեղի ունենում եւ հիմնական թեման իհարկե այդ ժամանակ այդ բանակցությունների հարթակում ամենահիմնական թեման այսպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքն էր, կամ ինչպես իրենք կոդային ասում էին, հենց իրենք ռուսները կոմունիկացիաների բացումը տարածաշրջանում։ Բայց ինչպես նաև շատ լավ հիշում ենք, այդ դե Ադրբեջանն էլ բնականաբար ինքը ամբողջությամբ էլի այդ ժամանակ ռուսական ստրատեգիապես ռուսական գծի մեջ էր։ Եվ բայց հիշում ենք, որ դա իհարկե հայ ժողովրդին որևէ կերպով անվտանգություն չբերեց այդ քաղաքականությունը, այդ լրիվ տեղավորվել է ռուսական գծի մեջ, Ադրբեջանի հետ միասին անվտանգություն հայ ժողովրդին չբերեց, շատ լավ հիշում ենք, որ այդ թվերին հենց ընդհուպ մինչև ռազմական գործողություններ էին տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ 21 թվականի գարնանը հիշում եք այդ Սև լճի դեպքերը եւ հետո ինչ զիջումների դիմաց անընդհատ դրանք կանգնեցվում էին, դրանից հետո արդեն ընտրությունները 21 թվականի համեմատաբար հանգիստ անցան, 21 թվականի աշնանը նաեւ եղավ սրացում էլի սահմաններին եւ 22 թվականի սեպտեմբերին հիշում եք էլի նույնը կրկնվեց արդեն Ջերմուկի Վարդենիսի այդ դիրքերը եւ այլ տեղերում դիրքեր վերցրեցին ուրեմն ադրբեջանցիները, այսինքն մենք տեսնում ենք, որ անվտանգություն դա չբերեց։ Եվ հետո շատ կարևոր է հիշել ու արդեն 22 թվականի սկզբին, փետրվարին, ուկրաինական պատերազմի սկիզբը, սա ես պատահական չեմ հիշատակում իհարկե եւ հենց այնպես ուղղակի ժամանակ լրացնելու համար չեմ ասում, ինչպես կարող եմ միգուցե թվալ, որովհետեւ ես անընդհատ ուզում եմ հիշեցնել, ես չգիտեմ որքանով մեր գիտակցության մեջ դա ամրապնդվել է ի վերջո, անընդհատ ուզում եմ հիշեցնել, որ սա առանցքային թեմա է։ Սա ոչ թե ինչ որ միտեղ տեղի ունեցող, թեկուզ մեզ հետաքրքրող, բայց մեզ հետ տենց անմիջապես չառնչվող, այլ անմիջապես այս մեր թեմայի հետ առնչվող թեմա է, ըստ էության ուկրաինական պատերազմը նույն պատերազմն է, նույն պատերազմի մյուս ճակատն է, այն պատերազմը, որը մենք ունեցանք եւ որի մեջ մեծ հաշվով մենք մինչեւ հիմա էլ գտնվում ենք, թեկուզ առանց ռազմական գործողությունների, մեկ այն գնահատականը չի փոխվում, բայց եթե նույնիսկ վերցնենք բուն ռազմական գործողությունները, սա նույն երկու տարբեր պատերազմ չեն, Արցախի պատերազմը կամ ինչպես ես եմ սիրում ասել, անկախության պատերազմը 20 թվականի եւ ուկրաինական պատերազմը, որ նույնպես անկախության պատերազմ է, այլ ոչ թե իհարկե Դոնբասի պատերազմ, տարածքային պատերազմ, սա միևնույն պատերազմի երկու տարբեր ճակատներ են, այլ ոչ թե տարբեր տրամաբանություն են, որովհետեւ հիմքում նույն ռուսական քաղաքականությունն է, ռուսական կայսրության վերականգնման քաղաքականությունն է, մեկը դեպի այսպես ասած արևմտյան թև ուղղված, մյուսը դեպի Ռուսաստանի տեսակետից հարավային, եւ սա պատահականություն չի, մենք շատ ենք խոսել եւ շեշտել ենք, որ սա ճիշտ եւ ճիշտ կրկնում է էլի մեր այն խոսակցությունը 1920-21 թվականների մասին, երբ որ նույնպես
երկու այդ ճակատով էր բոլշևիկյան Ռուսաստանը, բայց փաստացի փորձում էր վերականգնել ռուսական կայսրությունը, եւ այն ժամանակ նույնպես կար լեհական եւ ուկրաինական ճակատներ, եւ կար կովկասյան ճակատ, եւ երկուսը փոխկապակցված են, եւ առաջնայինը իհարկե էլի արևմտյանն էր, այսինքն լեհական ուկրաինականը, եւ դրանում զարգացումներից կախված այստեղ ռուս բոլշևիկները կամ ակտիվանում էին, կամ ժամանակավորապես պասիվանում էին, նույնը տեղի ունենում, նաև տեղի ունեցավ եւ մինչեւ հիմա տեղի ունենում նաև մեր հետ։ Բոլորդ հիշում եք, երբ որ ուկրաինական պատերազմը սկսվեց, ոչ միայն ռուսները եւ արևմտյան փորձագետները եւ բոլորը եւ առավել եւս հայ իմաստունները համարում են, որ դա մի քանի օրվա հարց է, լավ մի շաբաթվա հարց է, լավ քարը պայթի տրակի մի ամսվա հարց է, Հայաստանում ընդհանրապես մի հոգի իսկ չկար, որ այլ կերպ էր համարում բնականաբար, որ շատ արագ Ուկրաինայի հարցերը լուծելու են ռուսներն էլ էին իհարկե այդպես համարում, ես պետք է հիշել, որտեղ հետո իրանք փորձել են դա հերքել, հիմա էլ փորձում են կամ ռուսամետներ, բայց իհարկե մենք բոլորս հիշում ենք, որ լրիվ հակառակն էր եւ ենթադրվում էր հենց նույն Ռուսաստանի կողմից, որ արդեն երբ որ այդ հարցն է լուծվի, Ուկրաինայի հարցը լուծվի, այստեղ էլ նույնպես վերջնական արդեն հարցի լուծումը պետք է լիներ, այսինքն տարբեր ինտեգրացիոն պրոյեկտներ, չգիտեմ, միութենական պետություն եւ կամ այլ ինչ-որ ֆորմատներ, եւ որ դա այդպես է, այսինքն որ սա ուղղակի օդի մեջ ենթադրություն չի, դրա հաստատումն էլ մենք ունենք, եթե հիշեք, Հայաստանում միութենական պետության մասին խոսակցությունները, այսպես հրապարակ նետվեցին անմիջապես հենց 2022-ի մարտին, այսինքն երբ որ ռուսները պլանավորում էին, որ հեսա փետրվարին մտանք Ուկրաինա, դե մարտ-ապրիլ հարցերը կլուծենք, այստեղ արդեն պետք է հողը նախապատրաստել, որ հաջորդ քայլը որն է, հաջորդ քայլը արդեն Հարավային Կովկասում է, եւ պատահական չի, որ հենց այդ ժամանակ ակտիվացան եւ տարբեր գործիչներ, մի քանիսին ես եմ մենակ հիշում, 2-3, քանիսին էլ դուք կհիշեք, հիշում եք, անունները հիմա էլի չեմ ուզում տամ, միգուցե նաև հասկանաք ինչ պատճառով չեմ տալիս, բայց շատ լավ հիշում եք այդ անունները, սկսեցին այս միութենական պետության թեման ուրեմն գցել հրապարակային դաշտորակարգ եւ հետո հիշում եք, որ նույնքան էլ այսպես ասած անսպասելի այդ թեման մարեց։ Իհարկե ինքը ինչ որ միտեղ էլի մեկ միտեղից դուրս է գալիս եւ այլն, բայց այսպես հիմնական օրակարգ չի մցվում, բայց շատ կարևոր է հիշել, որ 22 թվականի մարտին հատկապես ինքը այսպես շատ ակտիվ մցվեց մեր օրակարգ ուկրաինական պատերազմի սկզբին զուգահեռ եւ ել եմ ասում բնականաբար սա պատահականություն չի, որտեղ հենց դա էր ինչ որ պլանավորվում էր, այսինքն վերջնական լուծումը հարցի դա էր լինելու։ Նաեւ հիշենք, որ Ուկրաինայի պատերազմը անմիջապես սկսվելուց առաջ, բառացիոն 2 օր առաջ, փետրվարի 22-ին, նույն 22 թվականի կնքվեց նաև այդ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև, ուրեմն այդ դաշնակցային հռչակագիրը, որը նույնպես այս տրամաբանության մեջ էր, այսինքն նախապատրաստում էր Ուկրաինայի արագ գրավումից հետո եւ ռուսական ազդեցության ոլորտ վերադասնելուց հետո սա պլանավորում էր Հարավային Կովկասում վերջնական ուրեմն լուծումը հարցի ըստ ռուսական նախագծի։ Բայց իհարկե դա չեղավ, գիտենք որ չեղավ, որովհետև Ուկրաինա պետությունը բավականաչափ դիմադրողականություն կարողացավ ցույց տալ եւ դա հնարավորություն տվեց նաեւ այստեղի մեր շատ մեծ խոսացողների, որոնք անկախությունից են խոսում, բայց պայքարի գաղափարը ըստ էության հերքում են եւ բնականաբար եթե իրական պայքարի հարց տրվեր անկախության համար իրենք անմիջապես հանձնվելու են եւ անմիջապես դառնալու են միութենական պետության քաղաքացի, բայց քանի որ ուկրաինական պետությունը դիմադրեց, ուկրաինացի ժողովուրդը իր պետության առաջնորդությամբ, ես ուզում եմ շեշտեմ, որովհետեւ մեր ժողովուրդն էլ դիմադրողականություն ունի, բայց մեր ժողովուրդը առաջնորդում չունեցավ, բայց ուկրաինական ժողովուրդը առաջնորդում ունեցավ եւ դիմադրեց եւ վիժեցրեց այդ բոլոր ծրագրերը, այստեղ էլ լիքը մարդ օթից հնարավորություն ունի խոսալ անկախությունից, չնայած ինքը անկախության հետ կապ չունի, որովհետեւ անկախություն առանց պայքարի չի լինում եւ բնականաբար մենք էլ կարողացանք խուսափել հենց միայն դրա շնորհիվ, այսինքն ոչ թե ինչ որ հրաշքի շնորհիվ, ոչ թե որովհետեւ չգիտեմ ինչ որ ճկուն դիվանագիտություն արեցինք, եսի ինչ մանևրներ արեցինք, այլ շատ པարզ, որովհետեւ Ուկրաինայում մինչեւ հիմա մարդիկ կռվում են, դիմադրում են, զոհվում են ցավոք սրտի, արյուն է հեղվում եւ ուկրաինացի ժողովրդի այս պայքարը թույլ է տալիս նաև մեզ պահպանել մեր անկախության մնացորդները, այն ֆորմալ ինչ որ մենք ունենք մեր անկախությունից, թույլ է տալիս մեզ պահպանել եւ թույլ է տալիս ընդհանրապես մեզ հիմա այստեղ խոսել
եւ նույնիսկ նկարահանել այս ծրագիրը։ Հիմքը այդտեղ է, հիմքը էլի մարդկանց պայքարն է, սա մենք պետք է շատ հստակ գիտակցենք եւ չյենթադրենք այլ ինչ որ բաներ։ Սա է, միակ հիմքն է սա։ Ուրիշ հիմք չկա իրականում։ Եվ այդտեղ էլ իդեպ սա ճիշտ է, մեր խոսակցությունը մի քիչ կարող է շեղում, բայց որտեւ այդ թեզն էլ կա, չէ, բա որովհետեւ Ուկրաինային օգնեցին, որովհետեւ Ուկրաինան մեծ էր, չգիտեմ ինչ որ բաներ են խոսում։ Նախ Ուկրաինային չօգնեցին, Ուկրաինային սկսեցին օգնել են շատ դանդաղ եւ խոսել եմ դրա մասին նաեւ այս ոչ այս ֆորմատում, որ այդ դանդաղումը բերեց նաեւ անհաջողություններին եւ ուկրաինական ուրեմն դիմադրության շատ անհաջողությունների բերեց եւ որ ուկրաինացիները իրենց ուժերով էին կռվում, իրենք ավելի մեծ հաջողությունների էին հասնում, բայց սա առանձին խոսակցություն է։ Ուկրաինան սկզբում կռվեց, հետո սկսեցին իրեն ռեալ օգնել, որտեղ երբ որ Ուկրաինան կռիվը սկսվում էր, ինքը ուներ արևմտյան զենքերից տրամադրված մենակ ջավելինները, որոնք հակատանքային զենքեր են եւ ըստ էության պարտիզանական կռվի տրամաբանության մեջ են, այսինքն դա ենթադրում էր, որ ուկրաինացիք անտառներում ծրվեն անտառներ եւ այնտեղ ուղղակի ռուսական տանկերը խոսեն, բայց այն մնացած զենքերը, ընդհանուր հետո մինչև զրահատեխնիկա, հետո ինքնաթիռներ եւ այլն հիշում եք ինչքան երկար process էր դա սկսեց գալ ուկրաինական դիմադրության զուգահեռ, երբ որ տեսան, որ դա հնարավոր է եւ սկսեցին արդեն Ուկրաինային ընկալել որպես դիմադրող միավոր եւ Ուկրաինայում էլ էսել ասեմ մոաստեմ առաջ ի սկզբանե եթե դուք պատկերացնում եք որ ամբողջ զինված ուժերը մեկի պես կանգնեցին ու սկսեցին կռվել, ոչ այդպես չի եղել է քաոս, եղել է խուճապ, ամբողջ մեծ զինվորական ուրեմն ստորաբաժանումներ պարզապես լքել են մարտի դաշտը, այդպես է եղել։ Եվ նույն Կիևի ճակատում եւ առաջի այդ հարվածները այնտեղ շատ անգամ ուղղակի ասենք տեղի կամավորականներն են գրել, գաղափարական ավելի մարդիկ են կարողացել կամ առանձին ուրեմն սպաներ, առանձին ստորաբաժանումներ այդ առաջի հարվածը, առաջի դիմադրությունը կարողացել են իրենց օրինակով ցույց տալ եւ հետո արդեն այդ լքումը, խուճապը այդ օրինակով արդեն սկսել է վերանալ եւ պետությունն էլ իր կամքը դիմադրության ամենակարևորը պահել է։ Եվ եթե նայենք օրինակ Ուկրաինայի հարավում ռուսները ասենց հալած կարակի պես անցան մինչև Խերսոն հասան առանց որևէ դիմադրության։ Կիևի ճակատում մի քիչ ուրիշ եղավ, բայց այնտեղ էլ լուրջ ասել էին արդեն Կիևի մոտ էին մարտերը, հասկանում եք։ Այս ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք, երբ որ հայոց իմաստունները մեզ պատմում են եւ պատմելու են հեքիաթներ նրա մասին, որ մենք չէինք կարող ուկրաինացի կարող էին որովհետեւ ոչ հիմքում էլի սա մեր աչքի առաջ է տեղի ունեցել, սա էլ 1920 թվականին տեղի չունեցել եւ ինքներս մեզ չպետք է խաբենք։ Գոնե adekvat հասկացող մարդկանց ովեն մյուսների վրա ես տենց ուրիշ չունեմ, որ սկզբում դիմադրություն, սկզբում կամք, սկզբում առաջնորդում եւ հետո օգնություն եւ հետո մնացած բոլոր արդյունքները։ Ինչևէ ուկրաինական այս պատերազմը իհարկե փոխեց իրավիճակ եւ այն ինչ որ նախատեսվում էր, այդ դա տեղի չունեցավ, որն է մենք դեռ չգիտենք ինչ տեղի կունենա, որտեղ ուկրաինական պատերազմը դեռ չի ավարտվել եւ արդյունքը դեռ հայտնի չի, բայց համենայն դեպս իրավիճակ փոխեց եւ մենք պետք է սա հիշենք, որ իրավիճակը փոխվեց հենց այս պատճառով, ոչ թե այլ ինչ որ այլ պատճառ չկար։ Եվ հիշում ենք, որ այդ ժամանակ նաև հատկապես շեշտված դարձավ արևմուտքի ուշադրությունը Հայաստանին։ Իհարկե այդ ուշադրությունը մինչև էլ կար եւ ավելին կլիներ, եթե այլ լիներ Հայաստանի քաղաքականությունը, բայց այստեղ արդեն ուկրաինական դեպքերը ստիպեցին, որ ուղղակի դա կոպիտ ասած, այսպես բռնի ձևով նույնիսկ մեզ պարտադրվի, որտեղ ոչ թե մենք գնացինք դեպի արևմուտք, սա պետք է նույնպես հիշենք, այլ արևմուտքը եկավ այստեղ։ Եվ հիշում եք այցեր եղան շատ կարևոր եւ արևմտյան հարթակներում սկսեցին նաև բանակցությունները եւ նախաձեռնումը եւ սա իհարկե պատահական չէր, որ համընկավ ուկրաինական պատերազմի սկզբի հետ, որովհետեւ պոտենցիալը հասկացան եւ նկատեցին, որ այստեղ նույնպես կա պոտենցիալ, այսպես ասենք, հա, հիմա էլի չխորանանք, որ շատ բան չանենք եւ այստեղ է, որ սկսվում է հաջորդ փուլը, ինչ որ մենք կոչում ենք անցումային փուլ եւ այստեղ է, որ սկսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման թեման Հայաստանի կողմից եւ շատ հետաքրքիր է իհարկե մի քիչ բան իմաստով մեր համար մռայլ իմաստով հետաքրքիր որ Ադրբեջանը շարունակելով մնալ
միանգամայն ռուսական ուրեմն ստրատեգիապես ռուսական գծի մեջ շարունակելով նույնիսկ շատ sense շեշտված հակարևմտյան քարոզչությունը պաշտոնական ինքը կարողանում է այս իրավիճակից օգտվել շատ ավելի լավ, քան Հայաստանը եւ ոչ միայն չի մերժում այդ արևմտյան հարթակներում բանակցելը, այլև ըստ էության ստանում է այդ դրանց շնորհիվ արդեն դրան մասնակցելու շնորհիվ այն ինչ որ ինքը չէր ստացել նոյեմբերի 9-ին 2020 թվականին եւ այն ինչ որ ինքը հավանաբար չէր էլ պատկերացնում է ժամանակ որ կստանա, հա, որտեղ ինքը այդքանի չէր էլ կռվել, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ իհարկե էլի Հայաստանի ղեկավարության խնդիրն է, որ ճիշտ է այդ պահանջը ըստ էության համընկավ արևմուտքի ակտիվացման հետ, այսինքն այդ օրակարգ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման Հայաստանի կողմից եւ Արցախի ճանաչման Ադրբեջանի կազմում, բայց այստեղ էլի Հայաստանի ղեկավարության խնդիրն է, որը չկարողացավ կամ չուզեց կամ չհասկացավ, ես չգիտեմ, որ տարբերակը ուզում եք ընտրեք։ Իմ համար տվյալ դեպքում էական չի, մանավանդ որ խոստացել ենք չխորանալ, չկարողացավ ներկայացնել եւ բանակցել նույն արևմուտքի հետ իր կենսական շահերի տեսակետից, իր ժողովրդի կենսական շահերի տեսակետից, այլ ուղղակի հերթական անգամ ինչ որ մի արտաքին, այսպես ասած, առաջադրանք, ասենք, պահանջ, ասենք, ընդունեց ուղղակի հալած յուղի տեղ։ Եվ այստեղ մի բան էլ թեման իհարկե շատ հետաքրքիր է, բայց չեմ կարող ցավոք շատ շարունակել այս պահին, հա, որտեղ այս խոսակցության մեջ, բայց հետաքրքիր է այստեղ մի հատ ուրիշ բան շատ կարևոր, մենք պետք է հիշենք, որտեղ էսել է ես օրինակ այս մի բանն չեմ կարողանում մինչև վերջնել, որտեղ այդ ժամանակ Ադրբեջանը սովետական սահմաններ ասում էր, մենք չպետք է ճանաչենք որպես հիմք, Ադրբեջանն էր ասում։ Ասում էր Ալիևը ասում էր բաց տեքստով, որ դրանք, որ սովետական այդ սահմանները եւ սովետական այդ ռեժիմները, որոնց միջև այդ սահմանները գծվել են, օկուպացիոն են եղել եւ մենք չպետք է սովետական սահմանը վերցնենք որպես հիմք։ Եվ դե իհարկե ինքը նկատի ուներ նաև, որ ասենք այդ իրականում իր պատկերացմամբ, ասենք Հայաստանի տարածքների զգալի մասը Ադրբեջանինն էին եւ ինքը ասում էր բերենք պատմական քարտեզներ եւ քննարկենք։ Եվ մերոնք բնականաբար դե դրանից շատ էին բանանում, վախենում, որտեղ ասում էին դե տես Հայաստանի սահմանները չի ճանաչում, ուզում է չգիտեմ ասի, որ այնտեղ Սյունիքը, չգիտեմ Սևանը եւ այլն Իրանն են, բայց չեն հասկանում, որ սա իրականում պատմական շանս էր, սա նվեր էր մեզ համար Ալիևի կողմից եւ ես կարծում եմ որոշակի բլեֆ էր նաեւ իր կողմից, դա հետո կտեսնենք, ավելի մի փոքր կփորձեմ բացատրել ամեն դեպքում, որովհետեւ չճանաչել սովետական սահմանները նշանակում է, որ ինչքան որ ինքը կարող էր պրետենզիաներ մեզ ներկայացնել եւ ներկայացնելու ինչ որ քարտեզներ, նույնքան էլ մենք կարող ենք ներկայացնել, ինչքան ինքը քարտեզ ուներ, մի 10 անգամ մենք քարտեզ ունեինք եւ այստեղ բացվում էր մի հատ լրիվ այլ պատմություն, մենք կարողանում ենք այդ ծուղակից դուրս պրծնել, որ Հայաստանը հենց այդ սովետական սահմաններով Հայաստանն է այդ ռուս-թուրքական պայմանագրով գծված եւ այդ վանդակի մեջ փակված ըստ էության, որովհետեւ դա բացարձակ անկենսունակ սահմաններ են անկախ պետության համար եւ անվտանգության տեսակետից։ Դե իհարկե ինչով են հիմնանում, ասում են, այ քանի որ մենք թույլ ենք էլի, միշտ իրանք այդ դրանից են գալիս, քանի որ մենք թույլ ենք, եթե մենք գնանք ոնց որ համաձայնենք Ալիևի հետ, որ սովետականը չի հիմքը, ինքը կներկայացնի իր պրետենզիաները, հետո ուժով կգրավի Հայաստանի տարածքները եւ այլն, այս տրամաբանությամբ են գնում, այսինքն ժամանակավոր։ Բայց չէին նայում, որ հեռանկարի տեսակետից դա ինչ շանսեր է բացում հայ ժողովրդին, որովհետեւ եթե բնական է ինքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միջազգային ճանաչված սահման երբևէ չի եղել 1918 թվականից սկսած, այսինքն եթե դու ասում ես սովետականն էլ չի, որտեղ սովետական սահմանները ի վերջո տենց վարչական սահմաններ էին աշխարհի տեսակետից, սովետական միության ներքին տեսակետից մի կողմ թողած։ Ապա դու լրիվ այլ իրավական հիմքեր ես ստանում եւ հետո այդ հարցը գնում է, չգիտեմ, ինչ որ միջազգային դատարաններ, ձգվում է եւ այլն, սա դառնում է վիճելի հարց, հասկանում եք։ Եվ կապ չունի այսօր դու թույլ ես, վաղը դու ուժեղ ես եւ այլն, սա մնում է այս հարցը, եթե դու չես ճանաչում եւ ինքն էլ ասում է չեմ ճանաչում այդ սովետական սահմանը, դա դառնում է վիճելի հարց եւ ցանկացած բարենպաստ պայմաններում դու քո իրավունքներն ես ամենակարևորը պահպանում եւ այդ իրավունքները արդեն չի կարող ոչ ոք վիճարկի։ Մի խոսքով հիմա էլի ցավոք սրտի այնքան բան թեմա, մի քիչ բարդ թեմա է, ես կուզենայի ավելի մանրամասն խոսել, բայց հիմա չեմ կարող, ամեն դեպքում հուսով եմ քիչ թե շատ հասկանալի է, բայց տեսեք, այստեղ խնդիրը նաև ինչն է, որ մեծ հաշվով, ասենք, երբ որ ասում են, Ադրբեջանը կհարձակվեր, կգրավեր տարածքներ, եւ Ադրբեջանին
ոչ այն ժամանակ ինչ որ բան խանգարել, եթե իրեն պետք լինի կամ հնարավորություն ունենա այդ տարածքները գրավի կամ Հայաստանի քաղաքները գրավի, ոչ էլ հիմա ճիշտն ասած ինչ որ բան խանգարում, այսինքն եթե ինքը ցանկությունը ունենա նպատակը դնի եւ համարի որ բարենպաստ իրավիճակ ինքը դա այսպես թե այնպես կանի անկախ նրանից դուք ինչ եք այնտեղ ճանաչել որպես սահման, դե որովհետեւ կներեք էլի մեզ էլ ոչինչ բան չի խանգարել, որ մենք Աղդամը 26 տարի մեր վերահսկողության տակ պայենք, ոչ մի հատ տիկ իրական միջազգային ճնշում մենք այդ առումով չենք ստացել, ոչ տնտեսական սանկցիաներ են մեր դեմ կիրառվել, ոչ չգիտեմ հարավելևս ռմբակոծել են մեզ, ոչ մի բան։ Մեծ հաշվով ոչ մի բան չի եղել, մի երկու հատ ռեզոլյուցիա են ընդունել եւ այդպես, եւ եթե մենք պահենք եւս 26 միլիոն տարի, դա ոչ մի բան չէր փոխելու, մեզ այնց էր կապված, կպահենք թե չէ, անկախ նրանից թե ինչ կճանաչվեր որ աշխարհի կողմից որպես Ադրբեջանի տարածք, եւ նույնը կներեք, եթե հիմա լինի հակառակը, էլի ոչ մի բան Ադրբեջանի հետ հաստատ չի լինելու, այսինքն դա իրեն ոչ մի կերպ չի պահելու, բայց փոխարենը մենք շանս կորցրեցինք, որ Հայաստանի սահմանները, սովետական Հայաստանի սահմանները միակ լեգիտիմ սահմանները չեն։ Եվ դա ոչ միայն Հայաստանն է այդպես ասում, այլ ըստ էության Ադրբեջանն էլ է ասում, որ եւ մեր սահմանները եւ իրենց սահմանները վիճել են։ Մի խոսքով, բայց այստեղ բլեֆի պահն եմ ուզում ասեմ, ես իհարկե կասկած ունեմ, որ ալիվ այստեղ ուղղակի բլեֆ էր անում, որովհետեւ իհարկե Ադրբեջանին է նախ եւ առաջ ձեռնտու սովետական սահմանները, որովհետեւ ինքն էր ստացողը, հա, այդ իրավիճակից եւ ինքը իր սահմաններն են ավելի ձեռնտու եւ ավելի մեծ, բայց ինքը այնպես արեց, պարադոքսի հասավ, որ Հայաստանը սկսեց ոնց որ պնդել, խնդրել, որ չէ, խնդրում ենք սովետական սահմանները, սովետական գենշտաբի գծած սահմանները, այն հիշում եք, ասում են գենշտաբի քարտեզներ եւ այլն, այսինքն շատ բավականին, այդպես ասած, պարզունակ դիվանագիտական խաղ անցկացրեց, ձև տվեց, բլեֆ արեց, կարծում եմ, չնայած ինքը երկու դեպքում էլ իր տեսակետից կարող շահած դուրս գար, բայց ենթադրում եմ, որ շատ պարզունակ բլեֆ էր այստեղ, որ ինքը ցույց տվեց, որ իբր ինքը չի ուզում սովետական սահմանները եւ ստիպեց, որը իրեն էր ձեռնտու նախ եւ առաջ Ադրբեջանին է ձեռնտու, իսկ Հայաստանին ձեռնտու չի եւ ստիպեց, որ Հայաստանը այնպես հասնի պնդի եւ որպես նույնիսկ իր հաղթանակ տոնի այդ ուրեմն սովետական սահմանների ճանաչումը։ Ես ճիշտ ասած այն ժամանակ փորձել եմ ինչ-որ ձևի այս տեսակետը հասցնել, այդ ժամանակ դեռ որոշակի բաներ, կանալներ պահպանվում էին շփման, բայց իհարկե ապարդյուն դե որովհետև դե հասկանալի է, որ իշխող խմբի մեջ տրամադրությունը մանավանդ այդ, այսպես ասած, չգիտեմ, ոնց կոչեմ դա, հա, մեղմ ձևով այն վախից հետո, որ իրենք ապրել են, իհարկե իրենց մեջ որովհետև տենց ռացիոնալ ինչ-որ փաստարկում շատ դժվար էր ռացիոնալ փաստարկմամբ իրենց համոզել, որտեղ իրենց թելադրող է այդ խոճապներ կամ խոճապը նույնիսկ մի կողմ թողած այդ թույլի գաղափարախոսությունը արդեն լրիվ իրենց կլանել էր։ Արագ անցնենք առաջ, այստեղ իհարկե շատ էլ հետաքրքիր բաներ կան, որ կարելի էր խոսալ, բայց արդեն հիշում եք 23 թիվը եկավ, երբ որ արդեն այս պրոցեսի նաև տրամաբանության որպես շարունակություն 23 թվականին մենք հայկական Արցախը կորցրեցինք, Արցախը հայաթափվեց։ Ուզում եմ երկու բան շեշտեմ, ինչ եմ նաև այս թեման հիշացնում, բացի այն որ դե անհնար է թեկուզ այս կարճ բանի մեջ չհիշատակել դա գոնե։ Իհարկե իրականում ես միշտ սա ասել եմ եւ ասել եմ եւ պետք է սա էլ միշտ գիտակցենք, իրականում Արցախը մենք 20 նոյեմբերին ենք կորցրել։ Այդ 23-ին արդեն ուղղակի, այսպես ասած, էներ ինչ որ աչքով տեսանք, բայց էությամբ մենք 20 նոյեմբերին ենք կորցրել Արցախը, երբ որ մենք համաձայնվեցինք, որ Արցախի անվտանգությունը ոչ թե հայերինն է, այլ օտար պետությանն է, եւ երբ որ ըստ էության մենք մեր սուբյեկտությունից հրաժարվեցինք եւ տվեցինք մեր բախտը ուղղակի օտարների բախտին, որտեղ մենք տվեցինք Արցախը 20 նոյեմբերին, տվեցինք ռուսներին։ Ինքը էլ հայկական չէր, դա պատրանք էր, մեզ էր թվում, որ այնտեղ հայեր են ապրում դեռ, դա հայկական իհարկե չէր։ Երբ որ մենք համաձայնվեցինք այն տրամաբանությանը, որ դե գոնե մի մասը Արցախի ինչ որ կերպ պահպանենք եւ հանուն դրա դիմադրությունը դադարեցնենք, այդ օրը մենք Արցախը կորցրել ենք 23 թվականին, մենք ընդհանրապես բերքը հավաքեցինք, դառը բերքը։ Կարող է իհարկե դա մի քիչ ավելի ուշ տեղի ունենալ, ինչ որ տեղի ունեցավ սեպտեմբերին 23 թվականին, որտեղ այս դեպքերը, որոնց մասին խոսացի, 22 թվականին, դրանք իհարկե արագացրեցին Արցախի անկումը, բայց
դա ամեն դեպքում չի փոխում տրամաբանությունը տեղի ունեցավ 23 թվականին, կարող էր տեղի ունենալ, չգիտեմ, 25 թվականին նույն, կարող էր տեղի ունենալ 35 թվականին, էական չի, բայց տրամաբանությունը սա էր Արցախը մենք գործել ենք 20 թվականի նոյեմբերի 9-ին, ոչ թե 23 թվականի սեպտեմբերին, բայց իհարկե վերջնական այդ ամրագրումը, փաստագրումը արդեն 23 թվականի սեպտեմբերին էր եւ այստեղ մի կարևոր բան էլ կա, որ ես միշտ առիթը բաց չեմ թողնում խոսալու, որտեղ ես էլ պետք է ամրացվի մեր գիտակցության մեջ, քանի որ իրար վրա են չէ գցում, այնտեղ ասում են այդ ցախ Հայաստանի իշխանությունը ծախեց, այստեղից ասում են չէ, ցա Արցախի ղեկավարությունը արեց, ուստեղի ընդդիմությունը, իրական բոլորը միասին հայցին։ Ես դեռ չեմ խոսում արտաքին ուժերի մասին, բնական որ արտաքին ուժերի բանն էլ է բարձր, նույն ռուսական խաղաղապահ զորքը, ավելորդ անգամ չհիշեցնենք, թե ինչպես իր դերը կատարեց, ինչպես պաշտպանեց հայերին հարձակումից, ինչպես խաղաղություն պահեց, ապահովեց հեգնական իմաստով, իհարկե դառը հումորի իմաստով, չեմ էլ ուզում նույնիսկ ավելորդ անգամ դրա մասին խոսեմ, բայց շատ կարևոր է մենք հիշենք, որ Արցախը վերջնականապես վերացրեցին աշխարհի քարտեզից եւ հայկական Արցախը, այսինքն Արցախը հայաթափեցին, երկուսը միասին են իրար մեղադրող ներքին կողմեր, իրենք երկուսը միասին բոլորով միասին դա արեցին եւ ոչ միայն Արցախի այդ ղեկավարությունը վերջի, այլև նաեւ Հայաստանի ղեկավարությունը դրան ամբողջությամբ մասնակցել է եւ ես մի բան եմ ուզում հիշեցնեմ, էլի որը միշտ հիշեցնում եմ, ուրեմն 23 թվականի սեպտեմբերի սկզբին ոչ թե միայն Արցախի սահմանին, այլև ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ լարվել էր իրավիճակը, հերթական անգամ լարված իրավիճակ էր, որ նախ կուտակումներ էին, անզեն աչքով տեսանելի, բոլորը դրա մասին խոսում էին, բոլորը օրորի սպասում էին ռազմական գործողությունների սկզբին, դա բան չէր, տագնապ չէր, դա իրականություն էր, եւ դա հաստատվում էր նրանով, որ Ադրբեջանից գալիս էին համապատասխան քաղաքական հայտարարություններ, այնպիսի հայտարարություններ, որոնք լինում են ռազմական գործողությունների սկզբից առաջ, եւ Ադրբեջանի, ընդ որ Հայաստանի հանդեպ, ոչ թե Արցախի, այլ Հայաստանի։ Սա սեպտեմբերի առաջի կեսն է։ Սեպտեմբերի 1-ից մոտավորապես պայմանական ասենք մինչև չգիտեմ 13-ը 15-ը հիմա թվերով չեմ հիշում։ Եվ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շատ ծավալուն հայտարարություն տարածեց, որով մեղադրում էր Հայաստանին, այնպիսի մեղադրանքներ ներկայացնում, որոնք ելի եմ ասում պատերազմներից առաջ են, 20 թվականի պատերազմից առաջ եղել եւ մնացած այլ պաշտոնական բաներով եւ քարոզչություններ միացած ակնհայտ էր, որ օրերի հարց է ռազմական գործողությունների սկիզբը եւ արդեն մարդիկ նաեւ դրան պատրաստվում էին, գիտեին նաեւ զինվորականները եւ այլն, դա չեղավ։ Բայց եղավ Արցախի նկատմամբ։ Ինչ եղավ ուրեմն այդ օրերին։ Այդ օրերին արդեն էլի այդ տագնապի արդեն օրերին, երբ որ ակնհայտ էր այդ մթնոլորտը, պատերազմի ռազմական գործողությունների սկսվելու Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կարծեմ մի քանի միջազգային, այսպես ասած, առաջնորդների զանգեց, չեմ հիշում, այլ Գերմանիայի, այլ Ֆրանսիայի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բոլորին կարծեմ նույնիսկ մի օրում զանգեց եւ ակնհայտ էր, որ դա այդ տագնապի դրսևորումն է, ակնհայտ է, որ դա այն վերջի ճիքներ մի բան անելու, որ պատերազմ չսկսվի, որ խուսափի ռազմական գործողություններից եւ բոլորում պաշտոնական հաղորդագրություններում հիմա այս բառացի չեմ հիշում շեշտում էր, որ ինքը պատրաստ է ցանկացած թեմայի շուրջ Ալիևի հետ խոսալ, այսինքն ինքը խնդրում էր, որ միջնորդեն, որ խոսակ, որ կռիվ չսկսվի։ Հա, եւ դրա զուգահեռ իհարկե ամբողջ հայկական քաղաքական էլիտան ինքը իր գլխավոր թեման եւ օրակարգը Երևանի այդ ուրեմն ընտրություններն էին եւ մեզ էլ հիշում եմ գալիս համոզում էին մարտական եղբայրություն, որ ինչու դուք չեք մասնակցում ընտրություններին եւ այլն, այսինքն Արցախի կորուստին վերջնական մնացել էր ոչ թե 5 պակաս, այլ 1 րոպե պակաս, բայց գլխավոր թեման Երևանի ընտրություններն եւ ոչ ոք չէր չկանխատեսեց, չասեց ինչ է տեղի ունենում, ինչ ընտրություններ, տեսեք ինչ է տեղի ունենում, ինչ Երևանի ընտրություններ եւ ինչ եք անելու դուք այդ ձեր Երևանի ընտրություններով չեմ Նիկոլին հաղթելու եք, հաղթեցին, տեսան իրենց դարդուցավը էդ էր եւ բնական որ իշխանության դարդուցավներից մեկը կարևոր նաեւ էդ էր եւ ուրեմն այդ զանգերը ոչ իմանի չբերեցի վերադառնալով այդ զանգերին, բայց եղավ ուրիշ մի հատ հեռախոսային խոսակցություն Փաշինյանի եւ Էրդողանի հեռախոսային խոսակցությունը, սա ես ինչ եմ անդադ հիշացնում, որտեվ ոչ ոք սրա մասին չի խոսում եւ կան թեմաներ, չէ՞, ոչ ոք չի խոսում, բոլորը sense իբր չի եղել նման բան։ Եվ ինչ-որ ուրիշ բաներ են պատմում, բայց էս է եղել, սեպտեմբերի կեսերն էին, եղավ մի հատ Էրդողանի հայտարարություն և դրանից հետո եղավ իրենց հեռախոսազրույցը, արդեն այս զանգերից հետո, որոնք ոչ մի արդյունքի չբերեցին, լարվածությունը չիջավ։ Եվ Էրդողան
Փաշինյան խոսակցությունից հետո, որի մասին շատ սուղ պաշտոնական հաղորդագրություն տվեցին, ոչինչ բան չասող բնականաբար, լարվածությունը իջավ։ Լարվածությունը ակնհայտորեն իջավ եւ սահմաններում իջավ լարվածությունը այդ կուտակումները եւ քաղաքական հայտարարությունները Ադրբեջանի ուրեմն տոնը իջացրեցին եւ քարոզությունը տոնը իջացրեց եւ չսկսվեցին այդ ռազմական գործողությունները, որոնք պետք է սկսվեն։ Ես իհարկե հիմա այսպես պնդում եմ, ես չունեմ որևէ պետական ինֆորմացիա։ Ես ասում եմ, ինչ որ ես տեսել եմ հրապարակային ինֆորմացիայով, ինչ որ ինձ հասանելի է, մի օր, չգիտեմ, մեր պաշտոնյաները կարող է պատմեն, ասեն, որ իրականում ինչպես է եղել, ինչ է եղել մանրամասները, ասեն, բայց ես գրեթե վստահ եմ, որ այդպես է եղել, որովհետև ամեն ինչից դա բխում է։ Հնարավոր չի դա շփոթել ռազմական գործողությունների անմիջական, ասենց ասած, սկզբի վտանգը ինչ որ այլ բանի հետ։ Եթե արդեն նման փորձ մանավանդ ունես, էլի, եւ լարվածությունը իջավ։ Եվ այն ժամանակ ես հիշում եմ խոսում էի իմ ընկերների հետ եւ ասում էին ինչ են խոսացել, ասում են դե կտեսնենք էլի հիմա դեպքերի զարգացումից կտեսնենք։ Եվ ինչ եղավ, Երևանի ընտրությունները բարով խերով ճակատների մեջ անցան սեպտեմբերի երբ 17-ներ, 18-ներ այդ ընտրությունները եւ մի երկու օր էլ թողեցին, որ այստեղ վայել են արդյունքները, ինչ որ հիշում եք ինչ թեմաների մեջ էին ով այդ կոալիցիա կազմի, այնտեղ չգիտեմ եւ այլն եւ այլն։ Եվ սկսվեց արդեն Արցախի գործողությունները, որոնք գիտեք ինչով ավարտվեցին եւ Հայաստանը բնականաբար դրա մեջ չմիջամտեց որևէ կերպով եւ ավելին իշխանական քարոզությունը ամենջան մեր որ մեզ ուզում են ներքաշեն պատերազմի մեջ, մեզ չէին ուզում ներքաշեն պատերազմի մեջ, եթե ուզենային կներքաշեին եւ պատրաստվում էին ներքաշել, բայց Էրդողան Փաշինյան խոսակցությունից հետո դա տեղի չունեցավ եւ այդ ժամանակ էր նաեւ հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ էթնիկ զտումներ չեն եղել Արցախում, չնայած որ արտգործնախարարը Արադ Միրզոյանը եւ այդ ժամանակ հիշում եք մակում բաներ էին, չէ՞, տենց լսումներ էին Արցախի թեմայով եւ այնտեղ մեր արտգործնախարարությունը խոսում էր էթնիկ զտումներից եւ որ խոսում էր նրան ադրբեջանցին ասաց, բայց դու ինչ ես խոսում, քո վարչապետը ոնց որ ուրիշ բան է խոսում, դու չես լսում։ Եվ հիշում եք, որ ինչքան արագ տեղի ունեցավ այդ Արցախի անկումը, որ ըստ էության ձևական դիմադրություն ցուցաբերեցին, ոչ թե զինվորները ձևական չեն ցուցաբերել, բայց քաղաքական ղեկավարությունը։ Դե մի օր գոնե պետք է ինչ-որ մի բան բեմադրեին, որի պր դիմադրում է պետությունը, եւ հետո հաջորդ օրը ասին դե տեսակ դիմադրեցինք, չկարողացանք, ինչ անենք, ոչ չենք կոտորվելու ու այդ հանձնման ուրեմն բաները ստորագրեցին։ Եվ ինչն է այս ամեն ինչի իմաստը, ըստ էության մենք հիմա հասկանում ենք, թե մոտավորապես ինչ էին խոսել Փաշինյանն ու Էրդողանը, այսինքն պայմանավորվածությունը որն էր նախ, որ Երևանի ընտրությունները հանգիստ անցնեն, երկրորդ որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ չեն սկսվելու, դրա դիմաց Հայաստանը բնականաբար ոչ մի կերպ չի միջամտելու, դրա դիմաց ուրեմն ասվելու է, որ էթնիկ զտումներ չկան, բնականաբար դա շատ պետք էր Ադրբեջանին եւ Թուրքիային եւ ամեն ինչ որպեսի հնարավորինս արագ լինի, որպեսի հանկարծ այդ ՄԱԿ-ի լսումներ եւ այլն ինչ որ բանի չվերածվեն, որպեսի ոչ միայն Հայաստանի ներսում, այլև դրսում ինչ որ մի բան չհասցնեն հասունացնել, որտեղ կարող էր այլ process լինել, եթե ձգվեր հանկարծ, օրինակ ասենք Արցախը մի 10 օր դիմադրեր, կամ Հայաստանից ինչ որ մի այլ դիրքորոշում լիներ, թեկուզ ոչ ռազմական իմաստով, բայց ավելի կոշտ դիրքորոշում լիներ, աջակցություն լիներ ինչ որ ձևի, բնականաբար process-ը մի քիչ ավելի կերկար, ես չեմ ասում Արցախը հաղթեր այդ իրավիճակում պատերազմը Ադրբեջանի հետ, բայց այդտեղ այդ ձևի հաղթանակի խնդիր դրված չէր։ Մի քանի օր ավել դիմադրություն, 10 օր, մի շաբաթ եւ չգիտենք ինչ միջազգային ռեակցիաներ կլինեին, ինչ կլիներ Հայաստանում եւ այլն, բնականաբար չմտածեք, որ իրանք ամեն ինչում արխային են, իրանք են շատ բաներից, որտեղ process-ներից մտահոգ էին։ Եվ այստեղ իրանք այդ երաշխիքները ստացան երկուստեք, մեկը ստացավ երաշխիքներ իր մասով եւ համապատասխան երաշխիքներ նաեւ տվեց իրենց համար եւ այս process-ը բոլորով միասին շատ այսպես չակերտավոր ասած սիրուն կերպով լուծեցին, որպեսզի հանկարծ ինչ որ այսպես ասած էրորներ չտալա, բոլորը ամեն ինչ sense ապահովագրված ճիշտ ձևով ընթանա։ Եվ հետո դե չէին էլ թաքցնում այստեղ, չէ, իրենց ուրախությունը այն ժամանակ դեռ, ով այն նախկին Բարգավաճը, որ հիմա ԿՊ-ա դարձել նախարարն է, իրանց ինչն է, թե հիմա չհիշում եմ ինչ պաշտոն ունի, Պապոյան ոնց որ ասեց թե մեր Հայաստանի իսկական անկախությունը այն ժամանակ դեռ ասաց, հիմա իրանք դա հանգիստ արխային ասում են, այն ժամանակ դա դեռ բաներ հնչում, իրենք չէին թաքցնում, որ իրենք դրանից ուրախ են։ Ես ասացի, որ ինչքան կհասնենք, ես պիտի խոսայի նաև 24 թվի, այսպես կոչված սահմանազատումից, պիտի խոսայի նաև
օգոստոսի 8-ը 25 թվի գնահատական տեղ, բայց արդեն չեմ ասի։ Այստեղ կանգ կառնենք, այս անցումային փուլը, որ ասացինք 22-24-25 թվականներն են, ի վերջո գալիս է, եւ որ այս Էրդողանի Փաշինյան խոսակցությունը շատ կարեւոր է, որտեղ այս անցումային փուլի շատ կարեւոր ուրեմն կետերից մեկն է, ի վերջո գալիս հասնում է այն փուլին, որի մեջ հիմա մենք ենք մտնում, դա արդեն պայմանական ասած ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ օգոստոսի 8-ի փուլն է, եւ այդ փուլը ըստ էության արտաքուստ թվացial արևմտյան է, բայց իրականում ինքը ավելի շատ իր էությամբ թուրքական փուլ է, որտեղ այն առաջի փուլը ասենք ռուսական է, հիմա ավելի շատ դա թուրքական փուլ է, եւ ելի հիշենք նաեւ թե ինչպես սկսվեց այս օգոստոսի 8-ի պայմանագիրը, որ Ամերիկայում կնքվեց, բայց ինքը սկսվեց ելի Փաշինյան-Էրդողան շփումից, սկսվեց նրանից, որ Փաշինյանի այցից Թուրքիա, եւ հետո հիշում եք եղավ այդ արտահոսքը, որ լինելու է պայմանագիր եւ լինելու է, այսպես ասած, ամերիկյան արդեն բանով միջանց, դա Թուրքիայից եկավ այդ արտահոսքը, եւ Թուրքիայում Ամերիկայի միացյալ դեսպանատնից նաեւ եղավ, եւ հետո ստեղ սկսեցին հերքել, խառնեցին իրար եւ այլն, բայց ի վերջո գնացին կնքեցին, ես ինչի համար եմ ասում, որ մենք իմանանք, որտեղից են ակունքները գալիս, եւ էլի շատ կարեւոր բաներ կան, բայց դրանք էլ եմ ասում, ես արդեն այն մյուս իմ ֆորմատներում խոսում եմ, էլի կուզենա այստեղ կարեւոր բաներ կան ասելու, բայց չեմ ասի արդեն։ Ավարտեցինք, վերջ ժամանակագրությունը ավարտեցինք, ինչքան հասցրեցինք, մնացածը նորություն կրկնում, կարող եք նայել իմ մյուս ֆորմատներում, մենք հիմա հաջորդիվ կանցնենք արդեն մեր ընդհանրացնող շատ կարևոր թեմաներին, մենք պետք է ամեն դեպքում փորձենք որքան հնարավոր է մի անգամ եւս իմաստավորել ընդհանրացնել Ղարաբաղյան հարց կոչվածը, որտեղ շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, որտեղ դրա շատ կարևոր աղավաղումներ եղան, ինչ որ չափով կփորձենք Ղարաբաղյան շարժմանը անդրադառնանք, էլի կարճ ամփոփիչ, բայց կարևոր է այս մեր բոլոր թեմաների մեջ, եւ էլի կամ բաներ, որոնցից ես կուզենամ խոսամ, կուզենամ նաեւ փորձենք նաեւ վերջում խոսալ ամեն դեպքում այս մեր ամբողջ խոսակցություններից բխող ելքերից, ինչ ելքեր կան, կփորձենք դա էլ գոնե ամենաընդհանուր գծերով խոսալ։ Այսօր այսքանն է, շնորհակալություն ուշադրության համար, կներեք, որ այսպես ասած մի քիչ կիսատ խոսակցություն ստացվեց, բայց հուսամ դուք եք համաձայն, որ կարևոր ու հետաքրքիր է ամեն ինչը ոչ միայն վերհիշել, այսինքն դասակարգել փուլերով եւ կարևոր դրվագներով։ Կհանդիպենք մյուս անգամ։